Այսօր Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից եւ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության մասին հայտնի դառնալուց ի վեր սա Հայաստանի վարչապետի մակարդակով առաջին արձագանքն էր։ Ձերդ գերազանցություն մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Մինչ հայտնի կդառնար ցավակցական հեռագրի մասին, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն օրվա առաջին կեսին ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը Հայաստանի հարևանությամբ ընթացող պատերազմի ֆոնին հանգստյան օրերին թիմակիցների հետ ներկուսակցական քարոզարշավով էր զբաղված։ Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինել։ Փաշինյանը երեք ներկուսակցական քարոզարշավի ընթացքում հեգնում էր այս թեմայով իրեն քննադատողներին։ Միջազգային իրադրության հետ կապված մեր ընդդիմության եւ փորձագիտական որոշ շրջանակներ համ հացուտելն են թարգել, այդ կապակցությամբ համ ջուր խմելը։ Փաշինյանի հեռագրին այսօր հաջորդեց երկու երկրների արտգործ նախարարների հեռախոսազրույցը։ Մարտահրավերական բնույթի հարցեր են քննարկվել։ Միրզոյան Արաքչի զրույցի վերաբերյալ հայտնեց Հայաստանի արտգործնախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին, ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունները։ Հայաստանի համար ինչ ռիսկեր կարող է առաջացնել Միացյալ Նահանգների ու Իսրայելի լայնածավալ հարձակումը հարևան Իրանի վրա։ Երեք անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցով։ Չնայած դրան ընդդիմադիրները պնդում են կառավարության գործողությունների պլանը անհայտ է։ Պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը մասնավորապես քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, բայց եթե թույլ կտաք, սա իմ անձնական կարծիքն է որպես այդպիսին, հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական ու համաշխարհային տնտեսական։ Ներքին գործերի նախարարի միգրացիոն ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Ղազարյանն այսօր Factor TV հարցինի պատասխան նշեց. հայ-իրանական սահմանին արձանագրվող տեղաշարժում արտառոց դրսևորումներ չկան։ Իսկ ինչ է ձեռնարկվելու, եթե տասնյակ հազարավոր իրանցիներ որոշեն Հայաստան գալ։ Պաշտոնյան անորոշ պատասխան տվեց. Ցանկացած նման իրավիճակի համար ըստ անհրաժեշտության ինֆորմացիա կհրապարակվի։ Հայաստանի հարևանությամբ պայթող հրթիռներն արդյոք անվտանգային ուղիղ ռիսկեր չեն ստեղծում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարչապետի հայտնի միտքն է կրկնում։ Պատկան մարմինները բնականաբար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են եւ Հայաստանի Հանրապետությունում արկա է խաղաղություն։ Իրանի վրա հարձակման հարցում մինչ ընդդիմությունը պահանջում է իշխանություններից հստակ դիրքորոշում հայտնել, իշխանությունը հակադարձում է ընդդիմադիրների սրտով չէ, որ երկրում խաղաղություն է։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով ելն եմ ասում, կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալու որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում։ Դուք չեք ուտում եգիպտացորեն եւ կա։ Գիտեք, ես բորշել եմ ուտում, բայց իմ այդ նկարը հանրային սոցիալական ցանցերում չեմ դնում։ Նախադեպ դեպք է էլի, միջևս մեր մոտ էր պատերազմ ու զոհեր մշտապես լինում, զոհեր պատերազմ ամբողջ աշխարհում խաղաղություն էր, հիմա առաջին անգամն է, որ հակառակ process-ն է տեղի ունենում, տենց ամենուր լարվածություն, ռումբեր, պայթյուններ, մահեր, զոհեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ու նորից եմ ասում, Հայաստանի քաղաքական դաշտը քննարկում է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարկանդակ է ուտում այդ օրը, թե եգիպտացով։ Մինչ Հայաստանի խորհրդարանական ուժերի բանավեճում կրքերը ճաշացանկի շուրջ են, պատերազմական գոտում իրավիճակը չի հանդարտվում։ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են տևել 4 շաբաթ ու կշարունակվեն այնքան, քանի դեռ իրենց բոլոր նպատակներին չեն հասել։